Նիկոլ Փաշինյանը գրառման հանդես եկավ, որ 4 հայ գերիներ վերադառնում են հայրենիք։ Բոլորին բարի վերադարձ։ Նրանց մեջ էր նաև Վիգեն Էլջեքչյանը, որը շատ գիտեմ, որ շատ էին բարձրաձայնում նրա առողջական խնդիրների մասին եւ այլն, երբ որ նա եկավ հայրենիք, իր կինը Լինդան եկավ Հայաստան եւ հենց օթանավից իջելը ես գիտեմ, որ դուք նրան դիմավորել եք, նրա կողքին եք եղել, բայց չգիտես ինչու մեր լրատվամիջոցներով ցուցադրեցին, թե ինչպես են Հայկ եւ Նաիրի Սարգսյանները գալիս դիմավորում Լինդային, այնուհետեւ ուղեկցում ինչ որտեղ գնում, այդպես անընդհատ տեսանյութեր էր հրապարակում, բայց ոչ մեկ չասեց, որ այնտեղ իր ցանկությամբ առանց փիառվելու գտնվում էր Զարթոն Քորաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը զուտ մարդկայնորեն գնացել էր աջակցելու եւ նրանց կողքին լինելու։ Ինչ տեղի ունեցավ, հա, այդ պահին ինչու այդպես դուք մնացիք լուսանցքից այնտեղ։ Ոչ անպայմանորեն փախելու համար ձեր հարցում են, բայց այստեղ կուզեմ այս նույն թեմայի մեջ հետեւյալ գեդին վրա շեշտել։ Թվապանական հաշվարկով ներկայացնելը երկու քերի հանցնեցինք 4 քերի բերինք, ասիա բարձրապես ժողովրդին վրան խնդալու ծև մնե։ Առանց ոչ մեկ ծևով, ասպես ասեմ, թերկնահատելու մեր ազատագրված քերիներուն բարական, որ յուրաքանչյուրին ընտանիքին համար մենք բոլորս ուրախ ենք եւ արդար էր որ այդպես լար, բայց Հայաստանի ցերկի գար երկու ոսկի քերիներ։ Չեմ ասել որ մեզ յուրաքանչյուրը մեզ համար ոսկի է, սակայն եւանպես կարելի չի այդ ցևով, այդ թվապանական հաշվարկով դնել եւ իբրև հաղթանակ ներկայացնել։ Մենք Ադրբեջանի մեջ դակավին ունենք ռազմաքաղաքական քերիներ, որոնց թիմած մեր պետությունը այլևս բամը չունի դալիք։ Իրանի նույնը գնայինք, Իրանի մոդիկ գազམ་ագերբությունները մեկը Համասն է, մյուսը Հեզբոլլան է։ Հեզբոլլան կամ Համասը Իսրայելյան զինվորի, սպանված զինվորի ցերկը հանցնելու թիմած, թիագին գդորը հանցնելու թիմած հազարավոր քերի ազատարձակած է, հազարավոր։ Թուն ունիս երկու հատ իսլամիստ քերի, որոնց բանակցության մեջ ես չեմ գնար հավատալ որ միան հայկական եւ ադրբեջանական կողմն էին որ բանակցեին։ Այնտեղ գա շրջանային լուրջ համացանություններ, այնտեղ գա Ահմադ Շարա կոհացնելու բարակա, որովհետեւ այդ երկու իսլամիստներ անոր եղբայրներն են, այսինքն եղբայրները ասելով հոգեգան եղբայրները, հա, այդ կաղապարական եղբայրները։ Անոր մեծ ամբողջ դիլին մեջ գա Թուրքիան, թուն այս տեսակ աշխարհակաղակական դիլի մեջ մտերես երկու հատ ոսկի քերի ես անցնում եւ բավարարվում ես 4 հատով եւ հետո ասում ես որ այդ հաղթանակ է երկուն դվի 4 արի կամ ընդհանրապես այդ թեման փաղում ես հանցնածներով եւ այս 4-ն ես բացացանում մենք շնորհակալ ենք անշուշտ եւ ուրախ ենք որ այս տղաները դուն եկան եւ արդար է որ նախքերի կացած չլայն երկրորդ դունկային սակայն եւանպես եղած իրավիճակի օգտագործումն է քաղաքական նպատակներով եւ ես գազեմ որ ասկերիներուն ազատարձակումի աշխատանքներուն մեջ մեր պետությունը շատ մեծ թեր ունեցած չէ ասի անձնական գարձիկի քերիներուն ընտանիքներուն չի վերապերին ինչ կվերապերի ծեր ասածին ես այնտեղ էի գիտնալով որ այսինքն իր տիկնոջը հետ կապի մեջ լալով եւ գիտնալով որ դիգին ունի լեզվական խնդիրներ այսինքն ասկությամբ հայ չէ Հետո այնտեղ անպայման մեկը պետք է օգներ մանավանդ որ ինքը այնքան անգամ խապված էր վիկենի ազատարձակումի չազատարձակումի եւ այս տեսակի լուրերով պատկերացրեք իբր թե պետությունը բանակցության մեջ է քերի կասադակրե բայց քերիներն մեգուն գինը դերևսալ մյուսները ես մեկ բարակային դեղյակը այսին մամուլեն իմացած է որ վիկենը կասադակրվի ոչ թե Հայաստանի պետական գոմերն հետո ապարատ գնոջ կարելի չէր օթանավակայանը առանցին դողնել մանավանդ որ գալիս էր չհավատալով որ այսին մամուլի խոսքով էր գալիս ոչ թե պետական ասենք տեղյակ չէին պատել մամուլից է իմացել Հետևաբար այդ շփոթի մեջ այսինքն կարելի չէր օթանավակայանը ցկել Հիմա ինչ կվերապերի Սարգսյան եղբայրներուն
Ես անձնապես կգնահատեմ իրենց ծրածը եւ մարդոց, ասենք, մտայնությունները թադողը չեմ թե իրենք այնտեղ մարդկային առումով այնտեղ էին, թե մամուլի մեջ տարածված, ասենք, PR-ի նկատառումներով այնտեղ էին։ Եվ այնպես չէ որ Լիբանանի մեջ նման օրինակ PR-ներ չեղան։ Այնտեղ ագազագերբություն մգա որ $400 տիկետի մասին սկսավ խոսիլ, դոմսի մասին սկսավ խոսիլ, անոր թիմացը դակամենադի չհաստատված, դոր թիմացը սկսան $4 միլիոն PR-նել։ Հետևաբար այստեղ ես ասկեց առաջ արած եմ այս կոչը քնչականի դրան արժև, որ բահը մարդկային գեցվածքի բահ է։ PR-ի բահ չէ, այս մարդիկը ուղղակի բան է, ինչպես ասեմ, մարդկային թշպախտություն է այս մարդոց քերի ինգածլալը։ Հետևաբար իրենց ազատագրվելու մեջ ով ինչով գոքնե, այդի մարդկային գեցվածք է եւ այս բոլորը պետք է լան PR-են հերու։ Ափսոս որ այս ընթացքով կընտան ամեն ինչ։